3-ամյա Տիգրանը կորել է, ու որքան էլ բոլորը փորձում են հավատալ, որ նա պարզապես թափառում է որևէ արահետով, չկա ոչ մի հուշ, ոչ մի ձայն, ոչ մի հետք, ինչ որ բան այստեղ չի տեղավորվում տրամաբանության մեջ։ Ինչպես կարող է 3 տարեկան երեխա վայրկյանի մեջ անհետանալ, ոչ ոք չի նկատել, ինչ է տեղի ունեցել իրականում այդ տխուր օրվա երեկոյան։ Տիգրանը մանկապարտեզից տուն էր վերադարձել։ Փոքրիկ, մի քիչ հոգնած, բայց աչքերը լի կյանքով։ Պատկերացրեք նրան, խիստ սոված, գուցե սպասող իր բաժին քաղցրավենիքին կամ խաղալիքին, իսկ հետո պարզապես չկա։ Մայրական աչքը չի հետևել, հայրական ձայնը չի կանչել։ Կամ միգուցե կանչել է, բայց արդեն ուշ է եղել։ Գյուղացիները պատմում են։ Երեխան վերջին անգամ տեսել են տան մոտ, իրենց բակում խաղալիս։ Այդ բառերը հիմա դանակի պես են խրվում սրտեջ։ Տան մոտ, մոտակայքում, նշանակում է իր տունը, իր ապահով աշխարհը, որն ակնթարթում դարձել է մի սև անցք։ Հարևաններից մեկը, ով չցանկացավ բացահայտել իր անունը, պնդում է. ընտանիքում 5 երեխա կա։ Հայրը շատ բարի, հանգիստ, աշխատասեր մարդ է։ Բայց մայրը երեխաներին հաճախ էր ծեծում։ Մենք տեսել ենք կապտուկներով այդ փոքրիկներին, իսկ գիտեք ամենացավալին որն է, մենք սովորել էինք դրան, կարծես նորմալ բան լիներ։ Ինչպես կարող էր նման բան լինել։ Ինչպես է հնարավոր, մի ամբողջ գյուղ գիտեր երեխաների հանդեպ բռնության մասին, բայց ոչինչ չէր արվում։ Իսկ հիմա, երբ ամենաթանկը կորել է, բոլորը հիշել են ամեն մանրուք, հիշողություններ, որոնք արդեն չեն կարող փոխել անցածը։ Ոստիկանությունը արդեն քաղմաս է տարել մորը։ Պատկերացնում եք այդ պահը։ Կանչում են, նստեցնում մեքենայի մեջ, փակվում դուռը։ Գյուղում շշուկները բարձրանում են։ Մի խորը անորոշություն տարածվում օդում։ Միգուցե հենց նա է մեղավորը։ Միգուցե նրա մատն է խառը այդ երեխայի անհետացման մեջ։ Ոչ ոք բաց տեքստով չի ասում դա, բայց բոլորի աչքերում այդ հարցն է. իսկ եթե մայրը, իր իսկ երեխայի, ով կարող էր պատկերացնել նման սարսափ, բայց արդյոք մեղավորին փնտրելը այս պահին ճիշտ է։ Թե բոլորը փորձում են մեղք գտնել, որ իրենց սեփական լռությունը չզգան։ Տունը, որտեղ ապրում էր Տիգրանը, միշտ աչքի էր ընկել, ոչ թե գեղեցկությամբ կամ աղքատությամբ, ոչ, այլ երեխաներով, որոնք հաճախ էին հայտնվում կեղտոտ հագուստով, առանց ուտելիքի, առանց հոգատարության։ Նրանք միշտ սոված էին, ու հիմա հանկարծ կորել է նրանցից մեկը։ Հանկարծ։ Իսկ հանկարծները կյանքում երբեք չեն լինում առանց պատճառի։ Երբ մի երեխա անհետանում է, ժամանակը դառնում է դաժան, յուրաքանչյուր րոպեն հավերժություն, յուրաքանչյուր մթնոլորտի փոփոխություն, հույսի ճիչ կամ վախի հերթական ալիք, մոտակայքում, որոնումներ են սկսել, կամավորներ են միացել, գյուղացիները մութը ճանապարհել են լապտերներով, բայց ինչքան անցնում է ժամանակը, այնքան մի բան ավելի ակնհայտ է դառնում։ Տիգրանը չի կորել պարզապես, նա անհետացել է։ Երբ ով ինչու, հարցեր, որոնց պատասխանները կարծես թաքնված են հենց այդ տան ներսում։ Հայրն անօգնական կանգնած է բակի կենտրոնում։ Գլուխը խոնարհ, ձեռքերն անընդհատ սեղմող, կարծես փորձում է քարից կորզել ուժ։ Նա մի ուշացած ցավ ունի աչքերում, ցավ, որը տարիներով կուտակվել է, բայց երբեք չի բարձրաձայնվել։ Մայ աչքերը ոչ ոք չի տեսել այդ օրը։ Ոստիկանության բաժանմունքում փակված, կամ գուցե լուռ նստած ինչ որ անկյունում, մտածում է երեխաների մասին, թե միայն իր։ Երբեմն իրականությունը ավելի դաժան է, քան ցանկացած ֆիլմ կամ պատմություն։ 3-ամյա երեխա, մի փոքրիկ անունը Տիգրան, ու նրա ճակատագիրը, որը գիշերվա մթության մեջ դարձել է ամենամեծ գաղտնիքը Հայաստանում։ Եվ հիմա հարցը կախված է օդում։ Տիգրանը դեռ ողջ է։ Մարդիկ չեն ուզում պատկերացնել հակառակը։ Բայց ամեն անցնող ժամ ստիպում է մտածել ամենավատը։ Բայց ամեն մի նման պատմության մեջ կա ուղղչող ճիչ, որտեղ է եղել մեծահասակների պատասխանատվությունը։ Որտեղ էին բոլորը, երբ այդ երեխաները սոված էին։ Որտեղ էր համակարգը, երբ նրանց մարմինին կապտուկներ կային։ Ինչու միայն հիմա, երբ արդեն մեկին կորցրել ենք, բոլորը փորձում են արթնանալ։ Եվ եթե այս ամենի մեջ իսկապես կա մայրական մեղք, կկարողանա արդյոք արդարությունը վերականգնել այն։ Գյուղի տները դողում էին ոչ միայն ցրտից, այլև վախից։ Թեև օդը կանգնած էր, թվում էր յուրաքանչյուր շունչ ծանր է, կպչուն, լցված կասկածով ու մեղադրանքով։ Մարդիկ դուրս էին գալիս բակ, հետո նորից մտնում ներս, յուրաքանչյուրն իր մտքերի փակված աշխարհում։ Ոմանք ուզում էին օգնել, մյուսները պարզապես հեռու մնալ։ Բայց բոլորը սպասում էին մի լուրի, լավ թե վատ, արդեն տեղը չէր։ Ոստիկանության մեքենան անցնում էր փողոցով, լույսերը մթությունը ճեղքում էին, իսկ գյուղացիները հեռվից էին նայում, լուռ, մոտենալ չէին համարձակվում, միգուցե վախենում էին ճշմարտությունից։
Միգուցե զգում էին, որ ճշմարտությունը այստեղ չի լինելու մեղմ կամ նրբորեն մատուցված։ Որտեղ է Տիգրանը։ Այդ հարցը կրծում էր բոլորին։ Ոչ ոք չէր ուզում ասել, բայց բոլորը մտածում էին նույնը, ճանապարհ չկար, քարքարոտ բակն էլ այնքան մեծ չէր, երեխան չի կարող այդքան հեռու գնալ։ Եթե նա չկար այնտեղ, ուր թաքնված է նրա հետքը։ Անանուն աղբյուրը, որը պատրաստ էր խոսել միայն սեղմ ձայնով, լույսից հեռու, ասում է. Մայրը հաճախ էր թողնում երեխաներին առանց հսկողության, գնում էր աշխատանքի կամ պարզապես բացակայում էր ժամերով։ Երեխաները մնում էին մենակ, առանց ուտելիքի, առանց վերահսկողության։ Իրենց հագուստը միշտ կեղտոտ էր, իսկ աչքերից անհանգստություն չէր իջնում երբեք։ Կարող է դա լիներ միայն անփութություն, թե դա արդեն դառնում է անմարդկային պահվածք։ Ում հավատալ, երբ մի կողմում կանգնած է մայրությունը, մյուս կողմում բռնությունը, որն է առավել ծանր։ Ոստիկանները դեռ հարցաքննում էին։ Մոր ձեռքերը երևի դողում էին, բայց նրա աչքերում ինչ էր՝ ցավ, վախ թե անտարբերություն։ Գյուղում տարբեր կարծիքներ կային։ Ոմանք ասում էին՝ նա վատ մայրը չէ, պարզապես դժվար կյանք է ունեցել։ Մյուսները համոզված էին՝ այդ կինը չի սիրել իր երեխաներին, կամ գուցե սիրել է, բայց սխալ։ Երբ երեխաները տուժում են, արդյոք անհաջող մանկությունն արդարացնել կարող է։ Գուցե ոչ։ Մի բան պարզ էր, եթե կինն իսկապես անուշադրության էր մատնել երեխաներին, ապա ինչ-որ պահի դա անխուսափելիորեն պետք է բերեր այս պահին։ Գյուղացիներից մեկը շրթունքները կծելով ասաց. Հիմա կարծես բոլորն են ասում. գիտեինք, որ մի օր մի բան պատահելու էր, բայց մինչև չէ պատահել, ոչ ոք քայլ չարեց։ Այդ խոսքերը ծանր են, շատ ծանր, բայց դրանք ճշմարտության մի կտոր ունեն մեջները։ Որոշ ճակատագրեր կոտրվում են ոչ թե մեկ մարդու մեղքով, այլ բոլորի լռությամբ, եւ հիմա այդ 4 փոքրը, տանը մնացած, սարսափով են լցված։ Որտեղ է իրենց եղբայրը։ Արդյոք նրանք իրենց հերթին վտանգի մեջ չեն, թե նրանք վաղուց այդ վտանգի հետ են ապրել։ Ոստիկանները նույնիսկ մտածում էին երեխաներին ժամանակավորապես վերցնել ընտանիքից եւ տեղափոխել ապաստարան կամ մանկատուն։ Որքան սարսափելի է, երբ մի ընտանիքի համար ավելի ապահով է դառնում ապաստարանը, քան սեփական տունը, բայց միջ որոնումներն ընթանում են, մի հարց շարունակում է տանջել բոլորին։ Իսկ եթե ամեն ինչի պատասխանը մոտ է, հենց այստեղ, գյուղի այս տան ներսում։ Ոմանք ասում էին գուցե երեխան ընկել է ինչ-որ փոս, սահմանային տարածքներում կան լքված շինություններ, հագստոցներ, բայց 3 տարեկան, նա այդքան հեռու ուր կարող էր հասնել։ Ավելի սուր էր դառնում այն կասկածը, որ մի բան ճիշտ չէ։ Գործողությունների տրամաբանությունը չէր հուշում սովորական անհետացում։ Մի օր, երբ կամավորները վերադարձան հերթական որոնումներից, նրանցից մեկը շշուկով ասաց. Եթե նա լիներ դրսում, մենք արդեն կգտնեինք։ Եվ այդ մի նախադասություն, չնայած որ համարձակ չէին բարձրաձայնել, տարածվեց գյուղով ինչպես սառնության ալիք։ Ոչ ոք չէր ուզում դրա մասին մտածել, բայց բոլորի մտքում նույն եզրակացությունն էր։